Էքսպերիմենտալ ներկայացումը կոչվում է քրջի բազար, իսկ մեր տաղավարում են աշխատանքի ղեկավար Նադեժդա Իսրայելյանը եւ դերասան Գևորգ Մարգարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ներկայացման օրը ճիշտ ասացինք։ Այո։ Ընտիր։ Ինչու է կոչվում այդպես եւ ինչ կապ ունի քրջի բազարը ներկայացման հետ։ Եվ ինչ էքսպերիմենտալ այս նորամուծության մասին նույնպես էլի, այդ էքսպերիմենտալների մասին նույնպես։ Դե ինչպես գիտեք, քրջի բազարը դա մի շուկա է, որտեղ մարդիկ գալիս են վաճառում են իրենց հին օգտագործած, իրենց պետք չեկող իրերը ստադիոնի հարակից հատվածում։ Ու ոնց եկավ ընդհանրապես միտքը ինչ-որ տենց բան անելու, քանի որ ես եւ Դիանա Ռազիելը աշխատում ենք պարոն Բաբայանի կուրսում ուսանողների հետ։ Միտք առաջացավ, որ կարելի է այս տարի իրենց հետ անել դոկումենտալ վերբատիմ ձևով աշխատել ներկայացման, որովհետև դա մի հատ հիասքանչ գործիքակազմ է ուսանողներին սովորեցնելու ինչպես աշխատել դերի վրա, ինչպես մարմնավորել կերպար ու այդ կերպարը ոնց որ ոչ միայն հորինել ուղեղից, այլ նաև ունենալ աչքի առջև, տեսնել այդ մարդուն ու փորձել իրան կրկնօրինակել ճշգրտությամբ եւ հոգեբանությունը, եւ արտաքինը, եւ ժեստերը, ձայնը, ամեն ինչը։ Ու երբ որ փնտրում էինք թեմա ինչի մասին կարելի է անել ներկայացումը, հիշեցինք քրջի բազարի մասին ու հասկացանք, որ այնտեղ կերպարների բազմազանությունը ու հաստատ մարդկանց ճակատագրերը, պատմությունները շատ հետաքրքիր կարող է լինել։ Ու սկսվեցին աշխատանքները, ուսանողներին, այսպես ասած, ուղարկեցինք քրջի բազար, անել ուսումնասիրություն, սկզբից ուղակի տարածքը, մարդկանց ու հետո քիչ-քիչ ընտրելու կերպար մարդ, ում հետ իրանք ուզենան մտնեն զրույցի մեջ, ինտերվյու անեն, պարտադիր տեղեկացնելով այդ մարդկանց թե ինչի համար են իրանք ինտերվյու անում, ինչի համար են իրանք շփվում ու արդյունքը ինչ է լինելու։ Ոնց որ բոլորը տեղեկացված էին։ Ու այնպես ասած, որ մարդիկ սկսեցին պատմել, խոսալ իրանց կյանքից, իրանց ցավից, իրանց երազանքներից, չիրականացած երազանքներից։ Բայց դա նույնպես հմտություն է, որ կարողանալ մարդուն խոսեցնել, որ մարդ ունենա ցանկություն բացվելու, կիսվելու։ Ստացվեց իրանց մոտ։ Ինչպես ստացվեց ձեզ մոտ։ Շատ դժվար, որովհետև շատ Քանի դժվար օր է գնացեք, 3 ամիս։ 3 ամսվա ընթացքում վստահությունը ձեր բերեցիք։ Այո, տարբեր կերպարներ, տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններ ու մենք վաղուց եղել ենք քրջի բազարում, բայց երբ որ այդ առաջադրանքը ստացանք, նախ առաջին բանը, որ մտածեցինք, շատ վտանգավոր է, որովհետև գնանք հարցնենք, հետո ասենք, որ պատմելու ենք դա մարդկանց, մի քիչ շատ անձնական էր, բայց մենք տարբեր տրեյնինգների շնորհիվ գնացինք ու 3 ամիս մարդկանց հետ ծանոթացանք, շատերը մերժեցին։ Շատերը շատ կողմ էին, շատերը չէին թողնում նկարենք, որովհետև մենք պետք է եւ ձայնագրենք եւ վիդեոնկարահանում կատարենք, որպեսզի հետո կարողանանք նույնությամբ նրանց խաղալ ու ամեն մեկս յուրովի ենք մոտեցել, ոնց որ փոքր դետեկտիվ խաղ լիներ, մենք կուրսով գնում ենք, բայց իրարից առանձին ենք այնտեղ շրջում, որպեսզի չհասկանային ծանոթ ենք, որովհետև սկզբնական շրջանում պետք է չհասկանայինք, որ հարցազրույցներ ենք վերցնում, բայց ամեն մեկս մեր կերպարի հետ, տարբեր տարիքներ, տարբեր սեռեր ու յուրաքանչյուրս գտավ ձևը։ Մեկի հետ ուղղակի զրուցելով, մեկի հետ ընդհանուր թեմաներ գտնելով, մյուսի հետ նվերներ բերելով, մի խոսքով տարբեր ձևեր գտանք, որպեսզի կարողանանք մտնենք հոգու խորքերը ու իմանանք ամենափոքր պատմությունները, որոնք երևի բարեկամին կարողա չվստահեին, իսկ մեզ այդ պահին Իսկ հիմնականում ինչ պատմություններ են, ինչի մասին են։ Ավելի տխուր տրամադրություն։ Տարբեր են պատմությունները, կան ուղղակի տրագիկ, մաքսիմալ տրագիկ, կան սիրո պատմություններ, կա մենակության։ Անկեղծ սիրո պատմություն կար։ Այո։ Իսկ մարդն իր սիրո պատմությունն է պատմում։ Ոչ այդքան ուղիղ, որովհետև երբ որ գրողը գրում է պիես, այդ մի քիչ ուրիշ ուղեղի աշխատանք է, ուրիշ մտածողություն է։ Իսկ երբ որ իսկական մարդը քեզ պատմում է իր իսկական կյանքի մասին, ինքը չի ասում, գիտես, ես հանդիպեցի նրան, սիրահարվեցի, մենք գնում ենք այստեղ, ուրիշ դետալներով է դա արտահայտվում։ Օրինակ, հոգատարությամբ, հայացքով ու ուսանողները այնքան ճիշտ էին այդ ամեն ինչը բռնել, նկատել ու կարողացան հետո տեղափոխեն դա բեմ, որ սիրո պատմությունը ոչ թե միայն խոսքով էր, այլ ստացվեց գործողության ու ընդհանուր վերաբերմունքի մեջ։ Ու մեզ համար շատ կարևոր էր ոչ թե հենց այ մեզ պետք է այս թեման, որ իրանք այս թեմայից անպայման խոսան ու մենք այս թեման բերենք։ Չէ, մենք ուղղակի բաց մտքով, սպիտակ թղթով գնում ենք ինտերվյուի
վերցնում ենք այն նյութը, որը կա, ու արդեն այդ նյութից ենք հասկանում, թե ինչի մասին է լինելու մեր ներկայացումը, ինչի մասին է լինելու այդ կերպարը, ինչի մասին ենք խոսելու ընդհանրապես։ Իսկ ինչի մասին է ներկայացումը։ Մարդու մենակության, մարդկանց մասին, ովքեր մնացել են անտեսված, Սոնա Մելոյանը թատերագետ շատ ճիշտ մի հատ դիպուկ արտահայտություն արեց մեր ներկայացման մասին, ասաց «Բոգом забытое место»։ Աստծո կողմից մոռացված վայր։ Ու տենց տպավորություն կա այդ քրչի բազարից, որովհետև եթե մենք օրինակ նկարիչները, ռեժիսորները այնտեղ գնում են որպես սպառող, իրանց պետք է իրան գնում են այդ տարածքը։ Այնտեղ այդ իրանց օրակարգն է։ Իրանց կյանքի մի մասն է քրչի բազարը ամեն շաբաթ կիրակի գնալ, բերել իրանց տնից իրերը, վաճառել։ Այսինքն վատ ապրոստից ելնելով են մարդիկ գնում այդ քայլին, թե ուղղակի դա բիզնես է։ Կան իհարկե Վաճառական է, ուղղակի այդ ձևաչափով է իրերը հնություններ, օգտագործված, մաշված, չգիտեմ, ժամկետն անցած, ինչ որ տարատեսակ բաներ, որոնք սովորական խանութներում կամ, չգիտեմ, շուկաներում չես կարող գտնել, իսկ դրա համար կա քրչի բազարը, ինչը դուք շատ լավ նշեցիք, այո, հենց ֆիլմի կամ թատրոնի շրջանակներում մարդիկ այս աշխարհի գիտեն այդ վայրը ու այնտեղից կարելի գտնել ամեն ինչ, ինչ որ չի կարելի գտնել ոչ մի տեղից։ Միաժամանակ եւ այո, այնտեղ կան իհարկե մարդիկ, ովքեր Որպես բիզնես։ որպես վաճառական իսկականից ինչ որ աշխատանք են կատարում, բայց մեծ մասը ու ցավոք մեծ մասը այնտեղ են վատ սոցիալական կյանքային պայմանների պատճառով։ Ինչը մեր բացահայտումն է։ Մի բան էլ է ինձ հետաքրքիր, լավ, մենք լսեցինք մարդկանց տարբեր պատմություններ, հետո այդ ամեն ինչը հավաքեցինք, բայց ինչ ներկայացում դարձավ, տարբեր պատմություններ, թե ընդհանուր սյուժեն ոնց է կպնում իրար ու դառնում մեկ լիբրետո, մեկ ինչ-որ։ Ըստ երևույթի պետք է խոսել եւ մանրամասներ ներկայացման վավերագրական ներկայացման տեսակի մասին այս դեպքում։ Ընդհանուր լիբրետոն, այսպես ասած, դարձավ հիմնական գիծը այդ մենակ մնացած մարդիկ, ոչ մեկին պետք չեկող մարդիկ, ովքեր եկել են վաճառելու, ոչ մեկին պետք չեկող իրեր, բայց այդ տենց չի։ Իրանք մեզ պետք է կան։ Մենք իրանք շատ շնորհակալ ենք, որ իրանք համաձայնվեցին մեր հետ խոսել ու կիսվել իրանք շատ սակրալնի պատմություններով։ Հիմնականում բաժանումը եղավ թեմատիկ, այսինքն մենք ունենք 15 ինտերվյու, բաժանում ենք որոշակի թեմաների, չստացված երազանք, մենակություն, տրագեդիա, ով ենք մենք եւ ինչպես ենք ապրում, սեր, ու այդ հետո puzzle-ի նման հավաքվում է թեմաները, արդեն հասկանում ենք ով է երբ, այսինքն դառնում են մոնոլոգներ։ Ստացվել է, որ 15 մոնոլոգ է, մի դիալոգ, ընդհանուր ներկայացման սխեման այդպեսին է։ Քանի դերասան են մասնակցում ներկայացման։ 15։ Ողջ կուրսը, այո։ Ամբողջ կուրսով մասնակցում եք։ Այո։ Իսկ ինչի երկու օր։ Հուլիսի 27 եւ 28։ Հա, դա դեռ ընդհանրապես սկիզբն է, հիմա հուլիսին կունենանք երկու ներկայացում, այնուհետև սեպտեմբերից։ Իսկ տոմս մնացել է 27-28-ին, թե արդեն չկա։ Ոնց որ թե ոչ շատ, բայց մնացել է։ Երկու հատ մնացել է։ Էդ էլ մեզ եք հրավիրում։ Իհարկե, մեծ սիրով։ Կատակում իրականում երևի մի քանի հատ տոմս է մնացել, որը շտապ եք դուք էլ սիրելիներս ձեռք բերել, իսկ եթե չէ, սեպտեմբերին խաղացանկում կլինի։ Այո, սեպտեմբերից խաղացանկում կլինի արդեն։ Ես արդեն լավ արձագանքներ լսել եմ իհարկե, Ռուբեն Բաբայանի արվեստանոցն առանձնանում է, ինչ խոսք պետք է հասցնել հուլիսի 27-ին կամ 28-ին դիտել այդ դեպքում, եթե ոչ, ապա սեպտեմբերից անպայման։ Անպայման ու շատ հարցեր ցավոք սրտի ժամանակը շատ սուղ է չկարողացանք հնչեցնելու հարցերի պատասխան նաև լսել, բայց կարծում եմ, այ մենք, նաև մեր սիրելի ստուդիոները, այդ բոլոր հարցերի պատասխանը ուղղակի գեղեցիկ մատուցում կունենան, եթե գան ներկայացումը դիտեն։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն եմ մաղթում ու հուսանք, որ այսպես շարունակ կզարմացնեք, հետո կգաք մեր տաղավար, հավանեցիք մեր տաղավարը։ Լավ է այստեղ։ Կգաք կնստենք միասին, կսրճենք, կզրուցենք հետաքրքիր գաղափարների մասին։ Շատ շնորհակալություն ձեզ։